Սպիտակ տունը հանձնարարել է քննարկել էներգետիկ ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։ Հանձնարարականը տրվել է ԱՄՆ ֆինանսների նախարարությանը, հայտնել են աղբյուրները։ Էներգետիկ պատժամիջոցների մեղմացման տարբերակները դիտարկվելու են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Ուկրաինայում հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունների սպասումների ֆոնին, ասում են գործակալության զրուցակիցները։ Ասվում է, որ աշխատանքը, որը իրականացնելու է գերատեսչությունը, թույլ կտա Վաշինգտոնին ապագայում արագ չեղարկել պատժամիջոցները էներգետիկայի ոլորտում, եթե համաձայնագիր կնքվի։ Սակայն այդ ջանքերը չպետք է դիտարկել որպես նշան, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերացնել պատժամիջոցները առանց Ռուսաստանի կողմից զիջումների, ընդգծել են աղբյուրները։ Գործակալության տվյալներով Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ սահմանափակումների վերացման դեպքում ուշացումներ չառաջանան, ոչ բավարար պատրաստվածության պատճառով։ Սպիտակ տունը հանձնարարել է պետդեպարտամենտին եւ ԱՄՆ ֆինանսների նախարարությանը պատրաստել պատժամիջոցների ցանկ, որոնք կարող են մեղմացվել։ Ցուցակը, ինչպես պնդում է Reuters-ը, պատրաստվում է Մոսկվայի հետ բանակցություններում հետագա քննարկման համար, երկրների միջև հարաբերությունների բարելավման շուրջ։